Free News-ի եթերում Երևան-Փարիզ ձևաչափով հերթական միացումն է, որտեղից Փարիզից ինձ հետ կաշխատի միջազգայնագետ Արման Ավագյանը։ Բարև Արման ջան։ Աստծո բարին, Գագիկ ջան։ Դե, ինչպես ասում են, թեժ գարունը իրեն սպասեցնել չտվեց, հա։ Պատերական ներկայացումները էլ ավելի թեժ են։ Հա, օր-օրի հերթական հակակոռուպցիոն դատարանի կոմիտեի ներողություն հրապարակած տեսանյութերից պարզ է դառնում, թե ով ինչպես է պատրաստվում ընտրություններին, բնականաբար, քանի դեռ չկա դատական որոշում, չենք ասում մեղավոր են կամ չգիտեմ ինչ, բայց ամեն դեպքում ձայնագրությունները բավականին խոսուն են, հա, ու շատ բաների մասին են ասում։ Այն որ մենք բազմիցս այս հաղորդման շրջանակներում խոսել ենք հիբրիդային պատերազմների վտանգից, հիբրիդային պատերազմից, ինձ թվում է, որ ամեն ինչ բավականին ռեալ իրականանում է, բայց ես ուզում եմ մի փոքր հումորով սկսենք, մենք քանի որ նաև հարազատներ ենք, անընդհատ խոսում ենք այն բանի մասին, որ լավ է դիետա պահելը, լավ է ինչ-որ առումով նիհարելը, այսօր մեզ միացավ նաև իմ շատ սիրելի Նարեկ Կարապետյանը, որը խոսում էր նիհարի և չնիհարի մասին, այսինքն իր մոտ գեր մարդը էդի չնիհարներ ընդունվում, հայոց լեզվի մեջ նոր բառեր են ներմուծվում, էդ էլ լավավա չի, իրականում ես նենց սև հումորի չեմ վերացում ես պաստը։ Դե հա, շանս է տալիս գեր մարդկանց հույս ունենալ, որ իրենք այդքան էլ գեր չեն։ Հա, իրանք ընդամենը չնիհար են, հա, այսպես ասած, բայց ինչ վերաբերում է իհարկե այդ անցուդարձերին, այսինքն ընտրակաշառքի բարեգործականի տակ թաքնված փորձերին, ամեն ինչին, ինձ թվում է այդ փաստերը գնալով ավելի շատ կլինեն, ավելի շատ կհրապարակվեն և այստեղ երևի թե պետք է հորդոր ուղղել այդ մարդկանց, որ տղերք այդքան վստահ մի եղեք, ձեր հետևից գալու են, հա։ Ոչ միայն գալու են, ձեզ արդեն լսում են և ձեզ արդեն սկսել են լսել, երևի թե եթե չասենք շաբաթներ առաջ, որովհետև այս ձայնագրությունները 3 օրվա ձայնագրությունները դժվար թե լինի և սա մի համատարած բնույթ է կրում, ինչն է ինձ համար այստեղ շատ տխրեցուցիչ, Գագիկ ջան, որ այս մարդիկ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին տես ինչպիսի էպիցետրով, ինչպես են նրանք նշում, հա, ուրեմն հերիք չի, որ օրինակ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին անվանում էին զոմբիներ, զոմբլոներ, ընտրողներին ժեղ, իսկ հիմա իրենց պոտենցիալ համակիներին անվանում են շուն շանգյալ, հասկանում ես, այսինքն դրանք իրենց պոտենցիալ մարդիկ են, այսինքն իրենք համարում են, որ իրենք իսկ արդեն ասում են, որ դրանք շնապ հայ են բաժանում, հասկանում ես, սա իր մեջ ինչ վատ կոնոտացիա է պարունակում, այստեղ ես չեմ ուզում Քավլիցի, ես չեմ ուզում հրահրել այդ մարդկանց զայրույթը կամ ջղերը, հասկանում ես, այս արտահայտությունները անալիզանելով։ Ոչ էլ ուզում ենք այդ մարդկանց վիրավորել, ուղղակի այո, որովհետև այդ մարդկանց դա չի վերաբերում, որովհետև փաստացի մենք խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք անկաշառ են եւ իրենց քաղաքացիական գիտակցությունը շատ ավելի թանկ եւ շատ ավելի բարձր են գնահատում, բայց ուզում ենք շեշտադրում անել մի բանի վրա։ Մի մարդ, որը առավոտից իրիկուն խոսում է, որի թիմ առավոտից իրիկուն խոսում է, տեսեք թե նա ինչ բարերար է, տեսեք թե նա ինչ մեծն հայ է, տեսեք թե նա ինչքան լավ բաներ է արել եւ միևնույն ժամանակ գալիս է նա հավակնում է վարչապետության եւ այդ հավակնությունը նա ընդամենը ուզում է կատարել կաշառքի, ընտրակաշառքի միջոցով եւ ձեզ էլ անվանում է մի փալաս, էլի հասկանում ես, շուն շանգյալ, մեր ժողովրդին մի քիչ ավել, դե մի 100,000 էստեղ, մի 200,000 այնտեղ, այսինքն ժողովուրդ ջան, դուք շատ ավելին եք արժանի համենայն դեպս, դրանք խոսույթներ են, որոնք կարող են իրենց տեղը ունենալ նախորդիվ, բայց ոչ այլևս ոչ հիմա եւ մենք ես եւ դու միշտ Գագիկ ջան խոսել ենք, ես հատկապես հիմա իմ համար դա այնքան հրատապ է դառնում, որ նմանատիպ ուժերը ընդհանրապես պետք է
ինչպես ասեմ, այդ պարլամենտի տեղը նույնիսկ չիմանան։ Ու պարլամենտի տեղը նույնիսկ մոռանան, հասկանում ես, որտեղ նմանատիպ մարդիկ, որոնք կարծելով մի երկու կոպեկ ձեռները փող անկել, դե մենք պետքա բարձենք էլ այդ փողից ինչքան նա իրանց է, ինչքան նա Պետրովինն ու Վասիչկինին, Ինչքան նա գալիս Մոսկվա Երևան չվերթով Քվերտով արդյոք այստեղ գալիս են այդ շունշանգյալի համար նախատեսված 100,000 դրամները ընդամենը, իսկ այն միլիոնները մնում են Կիպրոսներում, Մոսկվաներում կամ չգիտես որտեղ, կամ ինչ սխեմաներով են պարփակված, հետո չմոռանանք դատական գործընթաց կա, տեսանք նաև վերջերս այդ հեծը ինչպես է յուրացումներ կատարել, ինչպես են նույնիսկ զինվորական համակարգերի վրա հավելյալ գումարներ են նրանք գրել, այդ գումարների հետո ընդհանուր հաշվեկշիռը կորավ։ Մի խոսքով հասկանում ենք էլի այստեղ լվացման, փողերի լվացման, այդ պոստսովետական, ռուսական այդ դեռ մնացած այդ կաշառակիրական, այդ կաշառակիրության բաստակացումների ինչ-որ մի բան է, հա, ցիրկուլյացիա է, որը լավ բնորոշում ունի։ Արման ջան, շատ ավելի դիպուկ, հա, որովհետև այն ինչ որ ժողովրդական խոսքն ասում, ոչ մի գրականության մեջ ավելի դիպուկ չի լինի, հա, քերել։ Այսինքն հասկանում ես այդ բառի բուն նշանակությունը, երբ որ մի քիչ խորանում ես, հա, քերել։ Այո։ Այդ քերողն էլ պետքա շուշանգյալ համարի ում որ փող է շպրտում, էլի։ Եվ իրականում այդպես էլ արել են, էլի նրանք իրենք փող են շպրտել, ոնց որ Ռուսաստանն է ինչ-որ մի բան շպրտել մեզ, ոնց որ այդ պայմանագրերն ու ծրագիրներն են ինչ-որ մի բան շպրտել մեզ, մեր հայերը գնացել են Ռուսաստան, ինչ-որ մի բան շպրտել են իրանց, ինչ-որ մի բան տվել են, խոսում ենք այդ շուն-շանգյալ հասկացության մասին, որը ինքնին արդեն արատավոր երևույթ է, էլ ավելի կրկնակի ավելի ինքը տխուր է, երբ որ հայը հային է դա ասում, բայց դա այդ պոստսովետականից վնասած մի երևույթ է եւս, որ մենք այլևս պետք չէ այսպես մենք համարենք մեզ ստորադաս կամ ավելի վատը քան ռուսը կամ մյուսը, հա, ինչ որ մյուս ազգը։ Արման ջան, այստեղ պետք է նշենք, որ մենք ընդամենը վատ տգեղ երևույթի մասին ենք խոսում, բացարձակապես չպիտակավորելով մեր հայրենակիցներին, անգամ ովքեր նրանք ովքեր ստիպված են։ Գարինջա մեր հայրենակիցների, մենք մեր հայրենակիցների մի մասն ենք, մենք այդ հայրենակիցների մեջ դու թերևս ավելի շատ քան ես, չնայած ես այստեղ համայնքում եւս չեմ խուսափում հայերի հետ հանդիպումներից, բայց ուզում ասեմ մենք այդ մարդկանց մեջ մեծանալու ենք, մեր երեխաները այդ մարդկանց մեջ, մեր հայերի մեջ էլ լինելու եւ մենք հայրենակիցներն են, մենք ցավով արձանագրում ենք այն, ինչ որ պետք է չլինի, եւ այո, եթե իշխանության մեջ էլ կլինեն խնդիրներ, դրանք էլ պետք է արձանագրենք, բայց այստեղ խնդիրը այս պարագայում այս նախընտրական իրավիճակն է, այս նախընտրական նաեւ այս ակցիաների շրջանակներում, հա, այս դատարանների դիմաց այս հավաքույթները եւ անընդհատ դատարկա բան դատարկ այդ բառաբանով անընդհատ ասենք ուժեղ, այդ որ ասում եք ուժեղ, այդպես ուժեղ չի դառնում, այդ ուժեղը պետքա նաեւ ապացուցել, պետքա նաեւ ապացուցել ծրագրերով, պետքա նախած խոսույթով, նիստուկացով, չգիտեմ, ձեր վերաբերմունքը հանդեպ հայ ժողովրդի, ձեր ելույթներում արդյոք դուք ինչպես եք վերաբերում այդ հայ ժողովրդին, ինչպես եք դրան լուծումներ տալիս, այդ անպագորգոր արտահայտությունները, ոչինչ չասող արտահայտությունները ուժեղ Հայաստան, ինչ նկատի ունեք։ Եվ իհարկե գնալով ակտիվանում են նաև հյուսիսից եկող ազդակները, հա, մեր այդ ընդդիմադիր ուժերին, բայց ես մինչև դրանց անդրադառնալը հենց եթերից առաջ իմ աչքով ընկավ մի տեսանյութ, որտեղ խոսում էր Ալբերտ Բազեյանը, ում ես անձամբ շատ հարգում եմ, բայց ասենք խոսույթի մեջ կար շատ վտանգավոր բան։ Հա, ինքը խոսում էր, որ ընդդիմությունը պետքա միավորվի, ընդդիմադիր բոլոր ուժերը պետքա միավորվեն, որպեսզի Նիկոլ Փաշինյանին զրկեն իշխանությունից ընտրություններով եւ այլն, եւ լրագրողներին 4-5 լրագրող են կանգնած եւ հիմա այդ տեսանյութը նաեւ կօգտագործվի Հայաստանից դուրս, իսկ մենք միշտ խոսում ենք խաղաղության մասին, ինքը ասում է կգանք իշխանության, ասենք Սամվել Կարապետյանը կգա իշխանության, կուժեղացնենք երկիրը, կուժեղացնենք տնտեսությունը, կուժեղացնենք բանակը եւ մի 10 տարի հետո պատերազմով հետ կվերցնենք Արցախը։ Լրագրողը հարց է տալի՝ պատերազմ, ասում է, այո, պատերազմ։
Դե իհարկե, դե պետք է հետել ասեն, Գագիկ ջան, մենք խոսում ենք մի ուժի մասին, երբ որ խոսում են այդ հիմա ոնց որ եկել ենք այդ վիշապագլխի այդ կերպարին, խոսում ենք մի մարդու մասին, որ ուզում է գա ինդուստրիալ, այդ բառերը նույնիսկ իրանել չեն, բայց ուզում ասեմ, ուզում են գա ինչ որ վերակառուցել Հայաստան եւ այլ։ Հա, 300,000 աշխատատեղերով ամենով, հա։ Այդ մարդը այնքան այնպես մեծ լավ շանս ա ունեցել իրան ցուցաբերելու եւ այդ շանսը կոչվում է հայ էլեկտրական ցանցեր։ Ժողովուրդ, դուք 10 տարվա ընթացքում դուք տեսել եք պակստանցիաների, կաբելների իրավիճակը, դուք տեսել եք այդ երկնքով գնացող այդ կաբելները փոփոխվեն, ինչ որ միջազգային նորմերի գան, դուք տեսել եք արդյոք որ էլ հովարային անջատումներ չեն եղել, որ այդ տրանսֆորմատորները չեն այրվել այլևս, որովհետև նրանք ներմուծված են եղել Գերմանիայից, որովհետև ինչ որ մի գումարային հատկացում է եղել մեծ բարերար, մի խոսքով այդ մեծ բարերարի կողմից եւ այդ գումարները ծառայել են իրենց ժողովրդին եւ իրենց բարօրությանը 10 տարի։ Եվ այսօր մենք հայտնաբերում ենք, թե ինչ վիճակում է։ Ոչ, լավ հերիք չի, չեն վերանորոգել, լավարկել, այլ նաև դեռ չճշտված, դեռ դատական ուժի մեջ չդրված տվյալներով, որովհետեւ մենք ճիշտը խոսենք, այսպես փողերի լվացման սխեմաների մասին է խոսքը, գումարների վատնման մասին է խոսքը, ինչ-որ աշխատավարձներ գրենք, իրար փոխանցենք, ինչ-որ գումարների ցիրկուլյացիա անենք, այդ գումարները հանենքի մասին է խոսքը, այսինքն այդ հեծը չի դարձել Հայաստանի էլեկտրական ցանցեր բայ Սամվել Կարապետյան։ Դա ընդհանրապես նա հիմնարկ է մնացել, որը ոչինչ չի փոխվել, ոչինչ չի լավարկվել, եւ ահա ձեզ մի հատ վառը օրինակ այդ մարդը մի տարի չի, 10 տարի ժամանակ ա ունեցել մեծ ցույց տալու մեկ օրինակ։ Դե որովհետև ինքն էլ եկեք իրենց համար ասենք, ոչ չենք ասա մարդ ինքը լավ պիշար տաշիր պիցա է տվել։ Ասենք դրա վրա չենք կարող չէ ծրագիր կառուցել։ Հիմա միակ բանը որ կարող ենք համեմատական վերցնել, դա էլեկտրական ցանցերն է, այսինքն նոնսենս է։ Ես ուզում եմ մի օրինակ բերել ֆրանսիական վիոլաջուր կազմակերպությունից, որի մենք բազմիցս ենք քննադատել, ժողովուրդը բազմաթիվ դժգոհություններ ա ունեցել, բայց այն ինչ որ ակնհայտ է, հա։ Ես օրինակ բնակվելով հարավ-արևմտյան թաղամասում, ես հիշում եմ, որ ջուրը, սրանից մի 15 տարի առաջ, ջուրը խմելու ջուրը 6-րդ հարկից 9 հարկանի շենքի պարագայում 6-րդ հարկից վերև չէր բարձանում, որ ջուրը կարող է կտրվել օրերով, որ Եվ դա նորմալ էր, այս համակերպված մարդիկ դույլերով ջուր էին բարձրացնում, քանի որ վերելակներն չէին աշխատում համատարած, այսինքն ես անձամբ նույնպես դույլերով ջուր եմ բարձրացրել 9-րդ հարկ։ Իսկ հիմա եթե մարդկանց էտի հիշացնես, դա հիշացնես իրանց համար մի տեսակ վատ երազի տպավորություն կթողնի։ Հա, էլի լինում են անջատումներ, էլի ինչ-որ վթարներ լինում են, բայց մենք տեսնում ենք, որ այս մարդիկ, ընդ որում Փաշինյանը հենց դա էլ ասեց, որ մենք նախկինում սխալ ենք աշխատել այս ֆրանսիական աշխարհահռչակ կազմակերպության հետ։ Մենք պետքա դնենք պահանջներ, մենք պետքա դնենք պայմաններ, որպեսզի այս մարդիկ այդ պայմանները կատարային, իսկ այս մարդիկ եկել են ժամանակին ոչ մի պահանջ, ոչ մի պայման, դե իրանք էլ աշխատել են, նենց ոնց որ հնարավոր էր կամ ոնց որ հայկական տարբերակը էլի, ոնց որ մյուս պետական կազմակերպություններն են այն ժամանակ աշխատում։ Այսինքն ֆրանսիական ձեռնարկությունը շատ լավ ինտեգրվել է հայկական հասարակության մեջ, այլ ոչ թե ֆրանսիական ձեռնարկությունը բարձրացրել է մակարդակը եվրոպական մակարդակի։ Եվ պահանջվեց ընդամենը մի 4-5 տարի, եւ այսօր շատ լավ աշխատում, ընդ որում աշխատում է արդեն ամբողջ Հայաստանում մեկ, էլի եմ ասում, հա կան թերություններ, բայց համեմատելի չի բացարձակապես, այո, ասֆալտապատման ոլորտում, այո, կան թերություններ, բայց համեմատելի չի նախկին վիճակների հետ, երբ որ ուղղակի մեծ ռիսկ էր, ասենք Երևանից Բագրատաշեն, Երևանից Գյումրի կամ Երևանից Սյունիք գնալը, ուղղակի այդ մարդը սենց
կամիկաձեի տպավորություն էր թողում, էլի, եթե ասում էր մի հատ գնում եմ դիցուկ մեղրի գամ։ Հետո ենթակառուցվածքները փող շահկապված են։ Այսպես թե այնպես, հա, կլինի քաղաքային մակարդակով, կլինի համանքային մակարդակով, երբ որ այդ փող շահկապվածության մեջ մի հատ ջունգլի է տիրում, այսինքն ոչինչ նորմալ չի գործում։ Հա, ջունգլի օրենքներով, ճիշտ ես ասում։ Առու փախի իրավիճակ։ Դուք ինչ եք ուզում վիոլա ցիվիլ կազմակերպությունը գա ու կարողանա նորմալ գործառույթներ վարել եւ ըստ այդմ տալ լավ արդյունքներ։ Ինչպես եք դա ուզում տեղի ունենա, երբ որ մնացած իր հետ փող շահկապված մարմինները, ես չգիտեմ, այդ ասֆալտ կլինի, քաղաքային իշխանությունը կլինի, այն իրենք առանձին չեն գործում, մեկը մյուսով կապված են։ Եվ բնականաբար այդ արանքում ինչ խոսք, վիոլան, Ֆրանսիայում շատ հայտնի կազմակերպություն է։ Գիտեմ, նաև Եվրոպայում։ Եվ Եվրոպայում դրանք մեծ տենդերներ են շահում եւ բնականաբար գնաց մենք չգիտենք էլ նույնիսկ նրանք ինչ գումարներ արդյոք շահում են, արդյոք նրանք գոհ են իրենց վերջ-վերջում գոհ են եկամուտներից, թե ուղղակի միջպետական այսպեսի պայմանավորությունների արդյունքում նրանք դեռ մնում են եւ այսպես իրենց ծառայությունը միջև վերջ մատուցելու խուսափելու համար ինչ որ որոշ խնդիրներից դա մենք դեռ չգիտենք, այսինքն շատ հեշտ է այդպես մեղադրել, բայց երբ որ արդեն սիստեմիկ այդ համատարած ջունգլի ենք խոսում, այդ իրավիճակից փորձում ենք գալ եւ ինչ որ մի կառուցողական դաշտ գալ եւ այդտեղ հայտնում են մարդիկ, որոնք մի կողմից փոխանակ խոսելու ներքին մեր երկրում ծառացած խնդիրներից, որոնք մարդիկ այսօր ուզում են, այսօր դա եմ ուզում էլի, ես շատ հետաքրքիր ձևով էլ այսօր այս ընտրական այքարում ներ են տարածում, որոնք կապ չունեն մարդկանց առօրյա խնդիրների հետ։ Նախ ժողովուրդ ջան, մի հատ ճիշտ հասկանանք, ոչ մեկ այսօր չի ուզում պատերազմ։ Ոչ մեկ այսօր չի։ Հատ եկեք ճիշտ հասկանանք, գնացել ենք Վաշինգտոնում, Ամերիկայի Միացյալ Նահանգների, այնտեղ որտեղ Ռուզվելտն է նստել, դրանից առաջ Լինկոլնն է նստել, հա, գնացել ենք այնտեղ, թուղթ ենք ստորագրել մեր հարևանների հետ, էդ էլ հերիք չի, այդ թուղթի ստորագրման արդյունքում արդեն ներմուծում արտահանում է մեր երկրների մեջ կատարվում, էդ էլ հերիք չի, արդեն մենք բոլորս 2 տարի ոչ զոհ ունենք, ոչ մի բան, էդ էլ հերիք չի, մեր երեխաները այսօր մեր պատանիները գնում են բանակ 1.5 տարի 2 տարվա փոխարեն եւ ծնողները գլուխները հանգիստ բարձին են գիշերները դնում, որովհետեւ գիտեն որ չեն գնում առաջին գից կրվի բերան եւ չգիտեն արդյոք երեխայի դագաղը կվերցնեն թե երեխան ողջ կվերադառնա, այդ ամբողջ հարցերը լուծվել են, չէ, վերջո եւ այսօր նորից գալ եւ ախր դուք չեք հասկանում որ դուք որ ֆրանսերեն այդ խոսքը չգիտեմ ինչ է թարգմանել, բայց դուք լրիվ ու հերո եք իրականությունից, դուք ուրիշ տեղ եք գտնվում։ Այսօր մարդիկ խնդիրներ են առաջ բերում, որը մենք տեսնում ենք Փաշինյանի լայվով, հա։ Այնպեսի խնդիրներ են առաջ բերում, որոնցից այդ խնդիրներից մեկի լուծումը ես չեմ տեսնում այդ ազատ, ինչ են ասում, ազատ ուժեղ, չգիտեմ այդ երրագլուխներից որևիցե մեկը 300,000 աշխատատեղից է մարդը խոսում։ Եղբայր խնդրում եմ ասա 300,000-ը դիր մի կողմ, առաջի 10,000-ը երբ ալինելու որ ձեռնարկությամբ, երկրորդ 10,000-ը որ ալինելու եւ որ ձեռնարկությամբ, եւ որ ներդրումներով եւ որ ներդրումներով եւ ինչքան գումարը կարող եք հանել դրա ֆիզիկական գումարը, որտեղ ես նորից եմ կրկնում, ես մի անգամ ասել էի դա, ես էլ կարող եմ այստեղից ասել ժողովուրդ վաղը որոշել եմ Էյֆելյան աշտարակը բերել Հայաստանում դնել, լիքը տուրիստ բերել, հետո եկար եմ ասեմ ոնց որ ինքը կարասի 300,000 աշխատատեղ։ Ընդ որում Արման ջան, կարող եմ նա միլիարդատեր կպցնել, կողքս կանգնի, ֆոտոն մենք միասին, ասեմ ես էլ փողը։ Ինչ եք ուզում այ մարդ։ Այսինքն այդքան դուք համահարում եք, որ մեր հայ ժողովուրդը այդքան չի հասկանում, հա, ինչ է կատարվում եւ ընտրության պահին չի իմանալու, ինչի մասին ենք մենք խոսում։ Կոնկրետ այդ 300,000 թիվը, որ ասում եք, չէ, որտեղ իրանց ծրագրի մեջ կներես Գագիկ ջան, երկար խոսեցի, իրանց ծրագրի մեջ ամենակարևոր մեղը, եթե կարելի ասել, որ ժողովրդին կարող է վերաբերել, դա այդ 300,000 աշխատատեղ։ Եղբայր, ոնց 300,000 աշխատատեղը դու հասկանում ես ինչ է։ Դու անգամից կարաս ասես, ես Իլոն Մասկի պես բանը գնում եմ լուսին։ Այդ նույն բանն է։ Եթե դու չես բացահայտում, չես մանրակրկիտ ասում, հետո ես չեմ հասկանում, այս մարդիկ գնում են, ընտրակաշառքի վրա բռնվում են, հետո գալիս են ասում են մենք ազատվեցինք եւ ազատ կլինենք, մեր երեխաներին կաթը կտանք։ Ժողովուրդ գնացել եք ընտրակաշառք եք առաջարկել, причем тут ներողություն արտահայտությունից, ինչի համար բան մայր հայր կամ չգիտեմ ինչ։
Ես օրինակ երկու օր առաջ Ֆրանսիայում մեկը մեկի գլխից խփել էր, parzեցին 16 տարեկան երիտասարդ էր կրակողը։ Բայց նա չելավ ասես, նա պատանի էր եւ այսպես երեխա էր։ Հանցագործություն է։ Ինչ կապ ունի։ Ես որ քիչ առաջ ասեցի այդ ռուսական ուղղորդումները ինձ շատ հաճախ ես էլ քեզ եմ փոխանցել մեղադրում են ասում են մի տեսակ ձեր խոսույթի մեջ հակառուսականությունն է նշмарվում ուզում եմ նորից ընդգծել մեր խոսույթի մեջ հակառուսական ոչինչ չկա ռուս ժողովուրդը դա մի բան է ռեժիմը որը այսօր կառավարում է Ռուսաստանը դա մեկ այլ բան է Եվ այդ ռեժիմը ինքը ոնց ուզում է թող կառավարի, ինչ ուզում է թող անի, բայց շատ ներողություն, երբ որ բանը վերաբերվում է իմ պետությանը, իմ հայրենիքին, այս պարագայում թող իրեն գնան զբաղվեն իրենց գործերով, իրենց երկրով, իրենց հայրենիքով եւ շատ հետաքրքիր մի բան ընկավ աչքովս, քեզ էլ էի ուղարկե, թերևս դիտել ես, այդ Ծիտիկյանի նույն ինքը Սալավյովի վերջին հաղորդումից մի կտոր էր որտեղ Սալավյովը մեր են ճակերտավոր հայրենակից Բաղդասարովի հետ խոսում էր Հայաստանի օգտակար հանածոների մասին։ Բնականաբար խոսույթը քննադատական, եսիմ ինչ, կոռուպցիա, դեն, բա դուք գիտեք, որ Հայաստանում է գտնվում համաշխարհային պղնձի պաշարների 20%-ը Մոլիբդենի պաշարների 8%-ը խոսքը համաշխարհային պաշարների մասն է եւ ինքը ասում է նույնիսկ Ռուսաստանը այդքան տոկոսով այդ պաշարները չունի եւ ելի այնտեղ թվարկում է էլի բաներ թե մոլիբդենը թե պղնձը թե նաեւ հազվագյուտ մետաղներից ինչ որ բաների անունա տալիս Ամեն ինչից Հայաստանը ոնց որ ունի մի 8%, 10%, 15%, 20% դա համաշխարհային պաշարների մասն է։ Ահա թե ինչումն է բանը, ահա թե ինչի համար իրենք չեն կարողանում մարսել Սյունիքի ազատ կարգավիճակը, իրենք չեն կարողանում մարսել այն փաստը, որ չկարողացան թրիփը վերցնել իրենց վերահսկողության ներքո, որ ռուսական հանձնվել դեռ փորձելու են, ուզում եմ վիճեցնել։ Բնականաբար փորձել են, բայց ինձ շատ հուսադրեց եւ շատ դուր եկավ եւ հավատում եմ իրենց թվերին, դա չափազանցություն չէր, քանի որ իրենք Կրեմլից են ստանում այդ ինֆորմացիաները, բա չէ որ ախորժակ պահելու բան կա։ Երբ որ համաշխարհային պաշարների մասին է խոսքը գնում, բնականաբար Թրամփն էլ միամիտ չի, չէ, որ մտավ այդ ծրագրի մեջ, թրիփի նախագծի մեջ։ Ու նաև այստեղ շատ հետաքրքիր մի բան պետք է մենք դիտարկենք, որ եւ սա ի պատասխանը այդ քո հարցադրումի, հա, այդ ռուս ինչպես ասում են, հակառուսական եւ այլն։ Գագի ջան, ինչ եք ուզում մենք լինենք հակառուսական, չգիտեմ, մենք պատանեկան ժամանակ Չեխովեն կարդացել, Դաստոևսկին կարդացել, ռուսերեն գրականություն լեզուն գիտենք, մեկ է ռուսերենով Մոսկվայեն գնացել, հիացել, Լենինգրադ են գնացել, հիացել, Սոչիում են գնացել եւ Զաքար ընդունել, այսինքն մենք գիտենք երկիրը, բայց մենք կարողանում ենք եւ ռուսների հետ, հա, մենք երիտասարդ ժամանակ շփվել ենք եւ ռուսների հետ եւ կարողացել ենք տարբեր փոխանակումներ անել Ռուսաստանի մեր ժողովրդի մեր երիտասարդ հայրենակիցների հետ գնալ, գալ, շփվել, ծանոթանալ եւ այլն։ Ես ուզում եմ ասել մենք եւ ես եւ դու եւ ընդհանրապես Հայաստանում ապրող որևիցե հայ ինչ եք ուզում լինի հակառուս Ինչից ելնելով բնականաբար ոչ եւ այստեղ խնդիրը մինիմալիզացիա Ի վերջո մենք օգտվում ենք նաեւ այդ լեզվի տված հնարավորություններից նույնպես Այո եւ դա մեզ հնարավորություն է տալիս մեկ լեզու ավել խոսել եւ կարողանալ ճամփորդել Ռուսաստանում դե Ռուսաստանը ասում ենք այնտեղ Պիտերն ու Մոսկվան է դրանից հետո դες այդքան հեռու տեղ դժվար թե գնաց Դե չէ ի վերջո մենք մեր հարևան վրացիների հետ ուզենք չուզենք շփվում ենք ռուսերենով չէ Հա էդ էլ կա այո մեզի թույլ է տալի միջազգային բայց դա հիմա ուզեմ ասեմ ռուսերենը չներ անգլերեն էլ կշփվենք իրար կհասկանանք
խոսքով հետ չի խնդիրը, մենք լեզուները արագ սովորող ժողովուրդ ենք, բայց այստեղ մի հատ խնդիր կա, որ պետք է մեր ռուս բարեկամները եւ հատկապես ոչ բարեկամները հասկանան, որ մենք երկու անգամ նույն բանի մեջ չենք ուզում ընկնել։ Մի անգամ ասենք լավ արեցին տարիներ շարունակ, այո։ Գետը ինչ եք ուզում մենք, ժողովուրդ ջան, տեսնում եք դուք ինչպես եք վարում ձեր քաղաքականությունները, տեսնում եք դուք ինչպես եք վարվում ձեր կառավարությունը, ինչպես է վարվում ձեր քաղաքացիների հետ, տեսնում եք ձեր մոտ կրթության մակարդակը, առողջության մակարդակը, ել չգիտեմ, զինվորական մակարդակը, տեսնում եք որ ձեր երկրում մարդակենտրոն երկիր չի, ձեր մոտ մարդը որպես այդպեսին արժեք չունի։ Մենք ուրիշ արժեքներ ենք առաջ թույլ տվեք մենք մեզ համարենք այդ դեպքում համարենք ավելի զարգացած եւ ավելի դեպի զարգացած աշխարհ գնացող երկրներ եւ այո համարենք որ երևի թե մեր արժեքները շատ ավելի մոտ են արևմտյան արժեքներին, որը ոչ չի նշանակում որ մենք դեմ ենք ձեր ռուսական արժեքներին, որը չի նշանակում որ մենք կարող ենք սեղանի շուրջ հայտնվել եւ միասին խմել մեկ բաժակ ոդկա, որտեղ երկրորդ բաժակից արդեն խնդրեմ վերջո ալկոհոլը Կուզեմ ասել եւ նա վնասակար է առողջությանը, նա պետքա շեշտենք, չէ՞, առողջապահական դիտարկումներից ելնելով եւ վերջո մենք ինչ եք ուզում մենք գնանք մի ճանապարհով, որը տանում է դեպի փակուղի եւ որտեղ դուք հայտնվել եք, որտեղ ձեր նախագահը նույնիսկ արդեն խոսում է էկոնոմիկ խնդիրներից, նույնիսկ եթե այդտեղ հումոր կա, նույնիսկ եթե այդտեղ ինքը շատ ավելի վերագրում է դա եղանակային պայմանների կամ իրականությանը, դա ամենամեծ հումորն է։ Ուզեմ ասեմ դուք ձեր ղեկավարն ունեք այդպիսի, որ եղանակային պայմաններով է պայմանավորում տնտեսական զգահավիժումը Ռուսաստանի։ Դուք տեսնում եք, ասենք ինչ իրավիճակա ձեզ մոտ։ Ձեր երիտասարդներին են 30,000 ամիս են դեղ միսա պետք, հա, կրվի համար։ Մենք այդ բանից ձերբազատվել ենք, չենք ուզում։ Մենք կարողացել ենք այդ խոմություն ունենանք, մեր հարևանների հետ լեզու գտնել, առաջ գնալ եւ շարժվել առաջ եւ չենք ուզում կռվել ոչ մեկի հետ, հատկապես չենք ուզում կռվել ձեր իրավունքները պաշտպանելու համար։ Այն մարդ մենք մեր իրավունքները նորմալ պաշտպանում ենք, ձեր հետ էլ ուզում ենք բիզնես էլ անենք, կերուխում էլ անենք, իրար հետ շփվենք էլ, գնանք, գանք, բարեկամություն էլ անենք, բայց մի պայմանով որ մենք մեր երկրի տերն ենք, դուք էլ ձեր։ Հա, իմ ասելիքն էլ հենց դա էր, ու բնականաբար մենք միշտ էլ սվինների վրա ենք ընդունելու այն փաստը, որ ցանկացած երկիր պետքա փորձի միջամտել մեր ներքաղաքական խնդիրներին։ Այո, որովհետև միջամտողը այդ միջնորդը ինքը այն որ ասում է Տես բիզնեսներ կան, չէ՞ որ ասում է ես միջնորդ եմ, արանքից քերողն եմ։ Հա, նորից եկան քերելուն, չէ՞։ Ինչ քերելու մասին է, 5-10-15-20%-անոց միջնորդները, օրինակ, ասենք անշարժ գույքի գործակալություն, չէ՞, միջնորդ գոյություն ունի։ Շենքը կառուցողի կամ վաճառողի եւ առնողի միջեւ միջնորդ է։ Այդ մարդը քո սիրուն աչքերի համար չի գալու։ Այդ մարդը ինչի պետք է ինքնաթիռ նստի, դելեգացիա ուղարկի, 15 հոգյանոց ժողովուրդ քեզ ուղարկի, որ կան քո սիրուն աչքերի համար, որովհետեւ Հայաստանը ինչ լավն է, ինչ հետաքրքիր է եւ այդպես շարունակ եւ մենք միջնորդում ենք, որովհետեւ հայ ազգը չկա այդպիսի բան։ Ինչ է մեր օգուտը։ Այո, ու մենք էլ հասկացել ենք, որ մեր երկու երկրների Հայաստան, Ադրբեջան օգուտը ոչ թե իրար միս ուտել, կռիվ անելն է, այլ խաղաղ համակեցությունը, հա։ Համակեցություն, այդ խաղաղությունն էլ եթե կարող ենք ամրապնդել նաև փոխգործակցությամբ դա կլինի բիզնեսը ոլորտում, Արման ջան, ես տարանցիկ ինչ որ բեռնափոխադրումների ոլորտում ինչ որ անում ենք։ Հա, կներես, որ ընդհատեցի, բայց մենք ունենք ընդամենը 1.5 րոպե ժամանակ, ինչպես միշտ արագ անցավ, հա, եթերը, եւ գիտեմ, որ առաջիկայում Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև բարձր մակարդակով Երևանում ստորագրվելու է, գոնե այդպեսի տեղեկություններ կան, հա, Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության փաստաթուղթ։ Հա, սա հենց այդ լավագույն օրինակն է։ Ոչ թե այն, որ Ֆրանսիան պիտի թելադրի, թե Հայաստանը ինչ անի, այլ Ֆրանսիան դիտարկում է Հայաստանին որպես հավասարազոր գործընկեր։ Եվ այստեղ Հայաստանը նաև ունի իր ասելիքը եւ այստեղ այնպես չէ որ պետք է վարի պրո-ֆրանսիական կամ պրո-եվրոպական ոչ, նա վարում է պրո-հայկական քաղաքականություն, որը կարող է իր ընդհանրությունները գտնել արևմուտքի հետ, բայց նաև չի խանգարելու տվյալ պարագայում նույն Ռուսաստանի հետ փոխհարաբերակցությանը եւ ի տարբերություն մեր ռուս գործընկերների
տեսեք, արևմտյան աշխարհում մենք նախորդ հաղորդումից մեկում դրա մասին խոսում ենք։ Արևմուտքը չի կանգնում ասում, դե պետքա ընտրեք կամ ԵԱՏՄ, կամ ԵԲԱՆ, կամ Միացյալ Նահանգները չի ասում, պետք է ընտրություն կատարեք Ամերիկայի եւ Ռուսաստանի միջեւ։ Բացարձակ։ Եվ չեն ասում կամ պետք է ունեք Visa Mastercard կամ, չգիտեմ, Mir քարտեր, չէ՞ թե այդպիսի հասկացություն։ Այսինքն նախ շատ լավ հասկանում են, որ այս մեր ժողովրդին այդ փոխգործակցությունը հարևանների հետ ինքը կրում է առողջ բնույթ, այսինքն այստեղ մենք ոչ մասնակցում ենք Ուկրաինայի պատերազմին դա անելով, մենք ոչ օգնում ենք եվրոպացիներին ռուսների դեմ կռվելով, ուզում եմ ասեմ մենք ընդհանրապես այդ թեմայում չկանք, մեր թեման ընդհանրապես շատ պարզ է։ Մենք հայերս այլևս մենք երկրի շահերով ենք առաջնորդվում եւ վերջացնեմ խոսքը, զարում եմ ուզում վերջացնել, մեր երկրի նաեւ շահերից է բխում, որ բոլոր այդ էլեմենտները, որոնք այսօր ընդհանրապես խոսում են, ընդհանրապես խափում են, ընդհանրապես ընտրակաշառքով ուզում են մեզ խափել եւ գալ իշխանության, մենք պետք է ուղղակի իմանանք մի բան, որ նմանատիպ տարերը նույնիսկ պետք է ազգային ժողովրդի հասցեն չիմանան։ Եվ ազգային ժողովում պետք է գործեն ազգային ժողովում համար այդ ազգային շահերի համար աշխատող մարդիկ կլինեն աչակոմյան, ցենտրիստական կամ ձախակողմյան հայացքների, բայց վերջո ազգային ժողովրդի խնդիրներով ապրող, այլ ոչ թե ժողովրդին տեսնենք որ մասում հյուսիսում, հարավում, արևմուտքում, թե արևելքում։ Ընդհանրապես դա։ Շնորհակալություն Արման ջան։ Ես եմ շնորհակալ։ Այսքան ենք նախատեսել այսօրվա Երևան-Փարիզ ձևաչափով ոդքասթին եւ միացմանը, հիշեցնեմ, որ Ֆրանսիայից, Փարիզից ինձ հետ աշխատում էր միջազգայնագետ Արման Ավագյանը։ Ամենայն բարիք ձեզ։